Այս պահին Սահմանադրական դատարանում քննվում է ընտրությունների արդյունքները, որը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կխնդրեմ ներկայացնեք ձեր սպասելիքները, ինչ սպասելիքներ, ակնկալիքներ ունեք ԶԴ-ից։ Տեսեք, ես անկեղծ ասած, քանի որ վերափոխել են եւ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ թիմակիցներ եւ հայտնվել են դատական համակարգում եւ հայտնվել են Սահմանադրական դատարանում, այդքան էլ մեծ ակնկալիքներ չունեմ, սակայն հաշվի առնելով, որ ինչ որտեղ միգուցե հաշվի նստեն միջազգային օրենքների հետ, իրապես արդարության, ճշմարտության հետ ինչ որ բան տեղի ունենա, նաեւ պրոցեսներ են, որոնք պետքա իրականացվի, իրավաբանական պրոցեսներ եւ ժողովուրդը իր օրինական գործողությունն է իրականացնում եւ այստեղ հավաքված քաղաքացիներն էլ կարծում եմ, քանի որ տեսան, որ քվեի գող է Նիկոլ Փաշինյանը, այսինքն բառի սուղիղ իմաստով Բարգավաճ Հայաստանի 60,000 ձայնը հոշիացրեցին 100 ձայնի համար։ Հետևաբար ժողովուրդը պետք է հավաքվի, համախմբվի, որ ինչ որ ունեն, էդ էլ չգողանան տանեն։ Երբ որ ասում ես ձեռքերս կկտրեմ քվեի գողություն չեմ անի, կեղծիք չեմ անի, փաստերն ու ժամանակը լրիվ հակառակն է ապացուցում։ Նախընտրական փուլը նախ ինչպես եք գնահատում եւ ինչ բացթողումներ եք ունեցել նախընտրական փուլում, որ չեք կրկնի հետընտրական փուլում, ինչ պետք է անեք։ Տեսեք, նախընտրական փուլում բոլոր ուժերը մասնակցել են քարոզարշավների օրենքի սահմաններին։ Իրենք ինչքան էլ փորձում են կեղծել, ինչ որ հղում անել ընդդիմության, թե ընդդիմությունն ինչ որ կաշառքներ եւ այլն բաժանել, այդ ամբողջի պատասխանատուն եւս Նիկոլ Փաշինյանը եւ իր օրինապահ մարմինները։ Եվ հետեւաբար ինքը պետքա կրի դրա համար եւս պատասխանատվություն, բայց եկեք հասկանանք, ոնց կարա ընդդիմությունը զինվորներին տանի, մինչև ժամը 11:30 քվեարկել տա։ Արդյոք այդ ընդդիմության գործողությունների մեջ է մտնում, թե ոչ։ Այսինքն ամբողջ process-ը ինչ որ անօրինական տեղի է ունեցել իրենց պատճառով, իրենց կազմակերպածի պատճառով, իրենց սխալների պատճառով։ Հիմա ձեր պահանջը ո՞րն է ամբողջովին անվավեր ճանաչեն ամբողջ հանրապետության քվեարկությունը, թե 3 ընտրատեղամասերինը։ Ինչ եք պահանջում, ինչ պահանջով եք ներկայացնում։ Քաղաքական ուժերը, ղեկավարները, ներկայացուցիչները իրենց դիրքորոշումները արտահայտել են, դա իրենց դիրքորոշումներն է։ Ես եւս կարծում եմ, որ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները պետք է արտար իրենց քվեի տերը լինեն։ Կապ չունի, տեսեք, ես ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից եմ, ես Հայաստան դաշինքի թիմի անդամ եմ, բայց իմ համար խնդիրը այստեղ քաղաքական նեղ անձնական, քաղաքական շահը չէ, այստեղ արդարությունն է, որտեղ ինչ կապ ունի ընդդիմադիր դաշտից, եթե մարդկանց քվեները գողանում են, ընտրակեղծիքները նույն ուժեղ Հայաստանի հրապարակվել է, թե ինչքան ասում են, բան, օպերատորը քունը գլխում ա եղել, չի կարողացել հասկանա այդ թվերը ոնց գրի, բայց փաստացի երևում է խախտումներ, փաստացի երևում է, որ այդքան քվեարկություններ չի գնացել իօքուտ, այսինքն չի եղել այդքան քաղաքացի, ինչքան քվեարկող։ Այս կեղծիքների բացահայտ ֆոնին իրենք ընտրակեղծիկ անողներ են փնտրում, սա զավեշտ է, սա, չգիտեմ, ես օրինականության հետ աղերս չունեցող իրավիճակ է, ու իրենք երբ որ խոսում էին լեգիտիմությունից, ժողովրդի իրավունքներից, իրենք այսօր լեգիտիմ չեն, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը իրենց չի քվեարկել։ Այս եկեք արձանագրենք ու հասկանանք, որ իրենք 51+ չեն հաղթարել, եթե ինքը իր խոսքի տեր ղեկավարը լիներ, հրաժարական կտար կգնար, որտեղ ասում էր 300,000 հայ եթե իմ դեմ լինի, ես հրաժարական կտամ եւ կհեռանամ։ Ուր է հերթական սուտը։